Բարև բարի եկած եք։ Սպիրկահայր երկսեն, ինչ կա հասկանալ։ Առաջին ակնարկով միտքերնից մուքա հայրենիք են դուրս ապրող հայուն կերպարը։ Մանուկ Հակոբյանը լիիրավ սպիրկահայու կերպարն է, ոչ միայն մեկ կաղութի, այլև ծուբը ձերքին կաղութ է կաղութ շրջող հայումը ամբողջական կերպարը գտնենք իր մեջ։ Ծնունդով հալեբեն, ուր անցուցած է իր մանկությունն ու պատանեկությունը, ապա ուսման շրջանը Բեյրութ, աշխատանքային Միացյալ Էմիրություններ և վերջապես Կիպրոսի մեջ ընտանիք կազմած, հաստատված առայսօր Գաբրիլ հոն։ Այս ամբողջ ընթացքը ամենայն մանրամասնությամբ ներկայացուցած է իր հատորներու մեջ, որոնք լույս աշխարհ եկած են ընդամենը վերջին քանի տարվա ընթացքին։ Մանուկին հանգստյան կոչվել է ետ, իր միակ սփոփանքը դառնալով։ Գիրքերում խորագրերը «Կյանքը հալեբահայ քաղութեններս», «Կյանքը լիբանանահայ քաղութեններս» և «Կյանքը գիբրահայ քաղութեններս» արդեն իսկ կհուշեն հեղինակին անցած ուղին։ Բացի Միացյալ Էմիրություններեն, որու մասին անդրադարձած է իր «Կյանքը լիբանանահայ քաղութեններս» գիրքին ավարտին։ Լեզուն շատ բարձ և անմիջական է, այն աստիճան, որ կարծես հետդ կխոսի հեղինակը և պատկերները կգծագրվին ընթերցման ընթացքին, դիտել տալով տվյալ ժամանակաշրջանի իրական դեմքը։ Մանուկ Հակոբյանի գրությունները կգրեն ինքնակենսագրականի, հուշի և պատումի բնույթ։ Թեև անձնական փորձառության և անհատական ապրումներու մասին կխոսի ան, սակայն ընդհանրական ակնոցով նայելու բարակային կտեսնենք հավաքական հայու ապրելակերպը։ Հալեբին առնչվող գրությունները ընթերցողին առջև կբարձեն այն անցումային փուլը, երբ հայոց ցեղասպանությունը վերաբրացներ ու անոնց սերունդները կսկսին ընդելանալ իրենց ապրած միջավայրին, հետզհետե ունենալով լիիրավ քաղաքացի բոլոր իրավունքները։ Բեյրութին առնչված գրություններով իրազեկ կդառնանք Հայգազյան քոլեջի, այժմ համալսարան, ներքին կյանքին, աշակերտներու հոգեվիճակին և Լիբանանի քաղաքացիական պատերազմին աստեցության անոնց ներաշխարհին։ Կիպրոսին առնչվող գրություններով, թեև ոչ այնքան մանրամասն, որքան Հալեբինը, կծանոթանանք համայնքային անցուդարձներուն, Մելքոնյան կրթական հաստատության գործունեության, սփյուռքյան համայնքներեն այցելու արվեստագետներու խանդավառության։ Այս աշխատանքները կգրնան հանդիսանալ որպես աղբյուր տվյալ ժամանակաշրջանը վերլուծելու և սփյուռքահայ կյանքը արժևորելու համար։ Վերջերս թերևս արաբական կառունի պատճառով առաջխար սփռված հայության մեջ արթնցած է նախկինը քրությամբ վերաբերեցնելու հավակը։ Վերջին 5 տարվան ընթացքին ունեցանք զանազան հրատարակություններ, որոնք կարճվին սփյուռքի, հատկապես միջին արևելքի համայնքներու ապրած կյանքին։ Իրենց բոլոր վերիվայրումներով քաղաքները սկսած են վերապրիլ քրականությամբ։ Ահա այս սեղանի վրա կտեսնեք քանի նոր հրատարակություն, որոնց մեջ 3-ը կպատկանին Մանուկ Հակոբյանին։ Շնորհակալություն ձեր անձնական աշխատանքին։ Պիտի սկսենք ընթերցումով «Կյանքը գիբրահայ քաղութեններս» գիրքեն Գոհար անսամբլ բարոն Սևո Հակկարյանի ղեկավարությամբ հուշին ընթերցող Տիկին Ռիթա Գաբյան։ Բարոն Սևո Հակկարյանի գործունեությամբ ծանոթ էի նախքան Կիպրոս ժամանակս։ Նախ Հալեբի, ապա Բեյրութ ապրած ժամանակս անհամբեր կսպասեի գիրագի օրերը, լսելու Կիպրոսի ռադիոգայանեն սփռվող հայկական մի ժամյա հաղորդումը։ Ղեկավարությամբ պարոն Հակկարյանի հայրեն երգեր, լուրեր և այլ մշակութային հայտագիրներ։ Հետագային անոր հայտագիրը ավելի երկար ժամանակով և ամենօրյա դարձավ, սակայն այդ օրերուն նույնիսկ շաբաթը մինան 1 ժամվա հայտագիրն անգամ այնքան հաճելի էր Սուրիո և Լիբանանի հայության համար։ Բարոն Հակկարյանի համերգներուն առաջին անգամ ներկա գտնվեցա և Միացյալ Էմիրություններեն ինքնոջս հետ Կիպրոս այցելեցի դարեկան արձակուրդիս։ Այցս ընտրեցի աշնան ամիսը, երբ Մելքոնյան կրթական հաստատության աշակերտներու մասնակցությամբ մշակութային ցերնարկը պիտի ներկայացվեր։ Ինձ այնքան հաճելի էր ունկնդրել հայկական երաժշտությունն ու երգերը։ Աշակերտներու երջախումբը անշուշտ կղեկավարեր բարոն Հակկարյանը,
որ երբեմն նույնիսկ կցայնակցեր աշակերտներու երկեցողության։ Հաջորդ տարիներում արձակուրդներ սա հարմարեցուցի այնպես, որ համընկներ Մերկոնյան գրթական հաստատության կազմակերպած հանդեսներու օրերում։ Ընտանիքիս հետ վերջնականապես Կիպրոս հաստատվելիս հետ անպայման ներկա կգտնվեի սույն հանդիսություններով։ Պետակային բարոն Աբկարյանը հեռացավ Կիպրոսեն ու հաստատվեցավ Հայաստան։ Շուտով իմացանք, որ ան հիմնադրել ու սկսել է ղեկավարել փոխար սիմֆոնիկ նվագախումբն ու երջախումբը, ու այդ անունով ոչվել է մի պատիվ հիմնադրի մոր։ Շատ չանցած նաև իմացանք, որ սույն երաժշտական խումբը իր անդրանիկ համերգով հանդես պիտի գար Կիպրոսի թեմերեն։ Այդ օրերուն այս երջախումբի Կիպրոս ժամանումը իբրահայ ընտանիքներու խոսակցության ամենակարևոր նյութերեն մեկն էր, եթե ոչ կարևորագույնը։ Տիկինս ու ես նման այլ իբրահայերու անհամբեր կսպասեինք համույթի ելույթի օրվան։ Տիկինս նույնիսկ օրացույցին վրա գրիչով նշեց սպասված օրը, դժտելու համար թե քանի օր մնացել էր համերգին։ Այս օրն անցավ, մնաց 47 օր կհայտարարեր երեկոյան։ Սպիրկահայը այնքան կարոտ ուներ հայկական երաժշտության, մանավանդ երբ երաժիշտները հայրենիք են գուքային։ Վերջապես հասավ սպասված օրը։ Չերմ եղանակեն օգտվելով համերգը տեղի պիտի ունենար բացօթյա ամֆիթատրոնի մեջ։ Մինչ նվագողներն ու երգիչները իրենց տեղերը կգրավեին, հանդիսատեսներն այլ իրենց կարգին նստարաններու վրա կտեղավորվեին։ Վերջին բարձրացողը բարոն Աբկարյանն էր։ Հանդիսատեսներուն առջև խոնարհելի հետ դարձավ դեպի երջախումբը ղեկավարի հատուկ ցերքի շարժումով նշան տալով համերգի սկիզբին։ Տիկինս ու ես նստել էինք առջևի նստարաններու վրա, այնպես որ երկուքիս ալ նշմարել էին այն օրդենքի արտահայտությունները։ Թար լռություն գտիր։ Դատարումը չսկսած տիկինս ադաջից պսպսաց։ Կտեսնես, մանուկ, որքան անհանգիստ կտվի բարոն Աբկարյանը։ Կտեսնեմ Ռիտա, երևի վստահ չէ թե հանդիսատեսները որքան դրական պիտի ընդունին համերգը։ Երևի այդպես է։ Անոր առաջին համերգն է սպիրկահայ ներկայության։ Բնական է, որ անհանգիստ լա։ Շատ շուշացավ հանդիսատեսներուն պատասխանը։ Առաջին երգը այնքան չեր ընդունվեցավ, որ կարծես սրահը դթնդար հանդիսատեսներուն ուշքին եւ երկար ծափահարության ասելության տակ։ Բարոն Աբկարյանը քանի անգամ խոնարհեցավ հանդիսատեսներուն առջև։ Տեսար, մանուկ, մարդուն դեմքը գշողա, կարծես չեր սպասեր այսքան չեր ընդունելություն, բացականչեց տիկինս։ Այս անգամ ոչ թե ագանչիս, այլ մեր անմիջական մոտը գտնվող հանդիսատեսներուն լսելի ձայնով։ Իսկապես, Ռիտա, թեմքին շողը շատ նկատելի է։ Բրավո, շենցուց քավութը։ Ընդմիջեց տիկնոջս անմիջապես կողքին նստած տիկինը։ Այդ օրը ինձ այնպես թվեցավ, որ կարծես բարոն Աբկարյանը ոչ թե չափ ուտար երջախումբին, այլ խանդավառությամբ կբարեր, դաման թերևս երկուքն ալ միատեղ։ Համերգը հաղթական ընթացքով առաջ գնաց մինչև վերջին երգը։ Ավարտին հանդիսատեսները երկար շարք կազմեցին, մեկ առ մեկ ցերնվելու բարոն Աբկարյանին հետ եւ շնորհավորական խոսքեր ուղղելու անոր։ Հարերով չեմ գնալ բացատրել անոր ուրախությունը այս հաջողության առիթով։ Քանի օր երջախումբը մեկնեցավ Լիբանան, այնտեղի հայկական քաղաքը ներկայացնելու նույն համերգը։ Շատ մգիբրահայեր երջախումբի անդամներուն հետ միասին մեկնեցան Լիբանան, որպես հանդիսատես ոն ներկայացվելիք համերգին։ Բարոն Սեբուկ Աբկարյանը դաղանթավոր զավակն էր, նույնքան դաղանթավոր Լևոն Աբկարյանին,
որ դարիներ շարունակ Հալեբի հայկական դպրոցներեն ներս ծառայել է որպես մարմնամարզի ուսուցիչ։ Անոր ծանոթ էին մոդեն եւ Հալեբի դպրոցներեն մեկուն մանկապարտեզի աշակերտ էին։ Ուստի եւ անոր մասին մանրապատումը հատկացուցել եմ այլ հիքերես մեկուն մեջ։ Պիտի ունգընթրենք բարի առաքիլ երգը, խոսք Աշոտ Գրաշինի, երաժշտություն Ալեքսեյ Հեքիմյանի, պիտի կատարել Տիկին Տալար Դստիկը։ Ես ոչ անդունեմ, ոչ է դարակի, ունեմ հանքրվար, ունեմ օթևար, ազատ հայրենի, երջանիկ եկիր, երջանիկ եկիր, առաքիր, բարի առաքիր, առաքիր կրնան, առաքիր ամրան, իմ տանմոտ ամրիր, աղբի առաքիր, դույն հյուսիր ծարիր, արուկադարիր, իմ պանիկների, ասերնեն շողում, ույն սովան ծարան, վարդերով արման, վաշներս խարնան, ճաբիտներ շողում, ճաբիտներ շողում, առաքիր, բարի առաքիր, առաքիր կրնան, առաքիր ամրան, իմ տանմոտ ամրիր, աղբի առաքիր, դույն հյուսիր ծարիր, արթուկադարիր, դույն հյուսիր ծարիր, արթուկադարիր։ Երկրորդ ընթերցումը պիտի կատարել Տիկին Այդա Մինասյան, կյանքը լիբանանահայ կաղորդեն ներս գիրքել, թե ինչպես Սուրբ Սարգիսը զիստ բրգեց ուշին։ Պատմությունը դուրը կգարտայի ուղղակի վերատեսած էր մեր գանցի կեսը։ Ես որ ամիշականներ եմ հաղորդականներ։ Թե ինչպես Սուրբ Սարգիսը զիստ բրգեց։ Փերվար էր։ Սուրբ Սարգիսի տոնը կմոտենար։ Հավատացյալները մեծ երկրվածությամբ կսպասեին այդ օրվա քարուստը, մասնակցելու համար եկեղեցական արարողությունները։ Մանուկները իրենց ախորժակը սրելով կսպասեին այդ օրվա հետո պատրաստվել կանուշեղենը Սուրբ Սարգիսի հելվան, իսկ հասուն աղջիկները իրենց երազած փեսացին։ Բայց այն տղամարդիկ, որոնք ձոն կբահեին զանազան ոլորտներում մեջ հաջողություն գտնելու համար։
Յուրաքանչյուր անձ իր անձնական ակնկալիքն ուներ։ Չէ՞ որ Սուրբ Սարգիսը բոլորին ակնհայտներ։ Սակայն այս բոլոր ակնկալիքներու իրականացման համար քիմ մգար։ Աղոթք եւ ծոմապահություն մանավանդ վերջինը։ Մեր թաղի աղջիկները ներառյալ քույրս կպատրաստվեին այդ երշանի գորվան։ Խմբային աղոթքներ, եկեղեցի, բարեգործությունները եւ վերջապես ծոմապահություն։ Ասավ Սուրբ Սարգիսը գիշեր։ Աղջիկները իրենց բարդականությունները լրիվ կատարած, մեր տան սրահը հավաքվեցան, վերջին աղոթքներին եւ յուրաքանչյուրը փոքր բնակի մեջ ալյուրեցուց, հանագով մագերեսը հարթացուց, որպես երբ Սուրբ Սարգիսը իր ծիու բայդին հետ կթողեր, այդ հետքը հստակ երևար։ Ապա մեգական մոմ վարեցին ու բոլորը միասին քացին ներկաները մեկուն տունը, քիչ մահան կստանալու այս բոլոր ծիսակատարություններն հետ։ Ինչա, ես քիչ մուրու կարդայի ու երբեմն անպուտորեն գտիտեի այս ծիսակատարությունը։ Քիչ անց, պատրաստվեցա դուրս գալու է, մեր մոտակա թաղերը զբոսնելու համար ում սովորքի անսամեմատ։ Մոտեցա այն բահարանի, որու մեջ շարվեր էին 7-8 բնակներ։ Ամ մտածեցի, թե ինչ կլար, ինչ լավ կլար, եթե Սուրբ Սարգիսը բոլորին օգնության հասներ։ Ում բահարանին եզերքը շարված էին քանի մեղնիկներու արձանիկներ։ Եղբայրս Զանոնք իր հետ բերել միացյալ էմիրություններն ուր կաշխատեղ։ Ակնթարթի մեջ այդ արձանիկները մինարի ու ցերքի շարակ շարժումով 4 բնակները 4 սմփակները առաջին բնակի մեջ թափվեցին։ Կարծես անոնց չափը ճիշտ այս նպատակի համար պատրաստված էր։ Սմփակներուն հետքը հստակապահ Երևային ալյուրի մակերեսին։ Ոչ մեկ կասկած, որ Սուրբ Սարգիսը իր ցիով վայրը չկատարել է այդ բնակի վրա։ Մեծ բծախնդրությամբ կորզողությունը գրվեցի յուրաքանչյուր բնակի վրա, որպեսզի չլա, որ մեծն Սուրբ Սարգիսը զադողությամբ ապաստանվեր։ Ես մեկով այս կատակի համար, դուրը բացի դուրս ելելու համար։ Մեր դունը շենքին 4-րդ եւ վերջին հարկի վրա է, ուր գաբրեինք ես եւ քույրս։ Ծնողքս տարիներ առաջ մահացել էին ու եղբայրս միացյալ էմիրություններ աշխատել։ Շենքին վերելակը մայր թրան անմիջապես կողքին գտնվել։ Ճիշտ այն բահուն, երբ թռնեն դուրս գելեի, քույրս վերելակին թուր բացավ եւ մտավ փոքր միջանցքը, ուր կազմված էր վերելակի եւ երկու հարկապաշիներու միջը։ Հա, մանուկ, քալերու գերտաս։ Այո, քույրիկ, շատ չեմ ուշանալ։ Լավ, ես անվերջին աղոթքս ունեմ եւ անգորի մտնեմ։ Հետաքրքիր է իմանալու քրոջս վերաբերմունք այս կատակի համար։ Հազիվ մոտեցավ բահարանին, ձունգի եկան եւ խուլ ջիջովը ասաց Սուրբ Սարգիսը ապա ոտքելը բազեսելի բանիշտա եւ իր ամբողջ ուժով բացականչել Շուշան ազնի մարգարիտ եկեք արեք Սուրբ Սարգիսը Թանցած աղջկանց ամուգը լսելի թացավ բազելով դուքային հրաշք իրենց աչքով տեսնելու վերելագին դուր հազիվ փացվեցավ աղջիկներն երեքը ներս խուժեցին ձունգի եկավ եւ սկսան աղոթել Մեկ քամին չսպասելով վերելագին, արագ սանդուղքներն վեր փարսացան ու շունչը սպար ներս մտնելով միացան աղոթքին։ Անոնց միացել էին նաև ընտանիքի ուրիշ անդամներ, որոնց մին ժամանակ չվատնելու նպատակով իր գիշեր ասկեսնով վազելով եկել էր։ Այս բոլորը իմ ակնկալածես ավելի էր։ Կսպասեի, որ ամենակեշ բարակային որպես դահաճ կատակը պիտի ընդունվեր։ Հացակվեց չետավ։ Ըստ երևույթին, մեր հերոսուհիները այս բոլորի մեջ Սուրբ Սարգիսը կտեսնեին, որ շուտով իրենց երազներու մեջ տեսածությունները պիտի բարգեւեր։ Տեսնելով հարցի լրջությունը պատրաստվեցա աննշմար հերանալ հրմեն։ Քույրս նկատելով իմ անդարբեր գեցվածքս կասկածանքով ինձի դառնալով։ Մանուկ, ինչու թունալ չես զարմացած։ Ապա հայաց գտելի բահարանը ուղեց, ուր ալյուրի հետ կհստակապար դեսանելի էր Սուրբ Սարգիսի հագետյալ ծիու վայրերում վրա։
Բարգության ցերկը երկարից թերի արցան ճշմար չէր գրահել հաջորդ կայը ես առաջ շարժումով ինքս վերելագին արչև կտա փացի թուրը որ գազես իսկ սպասել մեծաներ սպուկետ նահագի կոճակսեց արցանիգը մեծամուգով վերելագի տրան փախեցա անպիտար մեզ խապեցիր մեր սենգլսեի քրոջս պարացող ցայնը շենքեր դուրս ելա եւ արագ քայլերով վերացա մեր թաղեր Այդ երեգո ավելի երկար ժամանակ շրջակայեցած շրջակա թաղերու մեջ անհուսով որ քրոջը սպառվությունը գմարի միջև ու վերականգնանս կմտածեի Սուրբ Սարգիսին քերտնական ուժի մասին առանց մեր սիրելի Սուրբի միջամտության անգարելի մի լավ ճիշտ ժամանակին ազատի վրա շփոթված արցանիկ են ու անոր պատճառելի վնասեն կմտածեի որ այդ օրը Սուրբ Սարգիսը սփռեց հաջորդ օր Սուրբ Սարգիսը մեր թաղի քրխավով մից մեր Կերգին անգամ գրավինենք դիգին կալարդիստիկյանը, այս անգամ երկե կանքարավոր ընգեր, խոսք ավելի կիսահակյանի երաշտություն աշոր տիման։ Իմ խնդրան խոսք։ Կանքարավոր ընկեր ինձ խանցի գոյությունս կապարի բանաս չէ դու քաղաքացի ես կեղեկանցի Իմ անջարս է կոպանջարին վնաս չէ, վնաս չէ Դու քաղաքացի ես կեղագանցի Իմ անջարս է կոհանջարին վնաս չէ Վնաս չէ Ես խսիրեմ կորձում Դու ընդիր կորկեր Իզուր ես տեղանում ինձնից մարդ ընգեր Ես ներեմ լծել, տուն ժույքցի էր, սայլապանս գարաբարիտ վնաս չէ, վնաս չէ Ես ներեմ լծել, տուն ժույքցի էր, այլապանս գարաբանիտ վնաս չէ, վնաս չէ Գարտանք պամահա երեմ։ Ese gancho es este, ¿no?